Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Կալանավորված աշակերտը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ գործը քննող քննիչին հեռացրել են աշխատանքից, որն է պատճառը ու ինչ մանրամասներ է հայտնել փաստաբանը։ Դատարանում հնչել է մեղադրյալի խոստովանությունը, ինչպես են սպանել Վալոդիա Գրիգորյանին։ Տնօրենի ազատումից մեկ օր անց անհետանում է Արցախի դրոշը, ով է պատասխանատու եւ ինչու են պատասխանները հակասական։ Արգելված ֆիլմը սկանդալի կենտրոնում, ինչու է հանրային արգելել ցուցադրել անկախությանը նվիրված ֆիլմը։ F-35 թե F-15 ԱՄՆ-ի ու Իրանի հակասական հայտարարությունները, Իրանը անմրցելի կործանիչ է ոչնչացրել։ Պաշտոնից ազատել են 18-ամյա աշակերտի Դավիթ Մինասյանի գործը քննող քննիչին Հակոբ Կողյանի։ Նա բռնցքամարտիկ Իսրայել Հակոբ Կողյանի որդին է, ըստ քննչական կոմիտեի քննիչի նկատմամբ ծառայողական քննություն են սկսել խուզարկության կատարման կարգի, քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի եւ համազգեստ կրելու կանոնների խախտման առթիվ։ Հակոբ Կողյանին հրավիրել են ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ Իսկ 18-ամյա Դավիթը վերակենդանացման բաժանմունքում է, փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի խոսքով մի քանի հետազոտություններ պետք է անցնի, վատ է զգում իրեն, չգիտեն որքան ժամանակ կպահեն վերակենդանացման բաժանմունքում։ Շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի, եւ ինչպես Մարին էր ասել 9 օր եկանից նա բուժվել էր այս ոչ կենտրոնում։ Մի տեղը հակասում է մյուս տեղին, մի ներարկումը մյուս ներարկումին։ Ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է թե չի կարելի։ Այս մյուսի հետ կարելի է թե չէ։ Եվ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է հայտարարություն Դավիթ Մինասյանին ներկայացված մեղադրանքի եւ կալանավորման մասին։ Միջադեպը, որն ակնհայտորեն նախապես պլանավորված չէր եւ որևէ վնաս չի հասցրել պետական պաշտոնյաներին, ուժային կառույցներից արժանացել է անհամաչափ արձագանքի, ասված է հայտարարության մեջ։ Այս համատեքստում պարզ է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի Դավիթի եղբոր Միքայել Մինասյանի դեմ քրեական հետապնդման հարցումը բնակարանի խուզարկությունը միջադեպին արհեստականորեն ավելի մեծ կշիռ տալու եւ հանրությանը մոլորեցնելու նպատակ է հետապնդում։ Եթե խափանման միջոցը չփոխվի, Դավիթ Մինասյանը դպրոցի վերջին դասարանի ավարտական շրջանն անցկացնելու է ջաղերի հետևում, ինչն իր հերթին բացասական է անդրադառնալու կրթության իրավունքի վրա։ Հաշվի առնելով միջադեպի հանգամանքները եւ կալանավորման օրենքով նախատեսված չափանիշները, Դավիթ Մինասյանին ազատությունը զրկելու որոշումը անհամաչափ է եւ կամայական։ Տեղի է ունեցել Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատարանում հնչել է մեղադրյալի խոստովանությունը, պատմել է սպանության մանրամասները։ Սպանելու պրոցեսը թվերի հետևն է սպանված Գրիգորյանի կիսնակարգուստան մոտի Երբ որ եք ուսանեկում ինքնանի վարկետում ես պետետպես ուսանեք է բացել եմ վեպի իրենց ու գրակել եմ բացել Սկզբից գրակել եմ որդների հատվածը ինչի համար որպեսի բաղված է վարոտագիրը մեզ ծայթան որ կա հարցում գալիս հետո որ իմացավ կանան հասկանություն շում որպեսի կարդներ Վալոդիա Գրիգորյանը մնատեղ մենակ Արտաշիրիմում եւ զավակների մարմինները Հայաստանի Հանրապետություն բերել պահանջող ծնողներին չի հաջողվում հանդիպել ԱԱԾ տնօրենին։ Ավելի քան 9 ամիս առաջ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը ստանձնած Անդրանիկ Սիմոնյանը մինչ այս պահը ժամանակ չի գտել ընդունելու 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի պատճառով իրենց որդիներին կորցրած ծնողներին, որոնք ընդամենը մեկ պահանջ ունեն՝ իրենց որդիների մարմինները վերահուղարկավորել Հայաստանում։
Իսկ Սարդարապատի դպրոցը սկանդալների կենտրոնում է։ Տեղի ունեցածը հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները դեռ հստակ չեն։ Նախ աշխատանքից ազատվել է դպրոցի տնօրենը անվստահության հիմքով, իսկ ընդամենը 1 օր անց դպրոցից անհետացել է կարևոր խորհրդանիշ՝ Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Ինչ է տեղի ունեցել դպրոցում, Անահիտ Սարգսյանը ներկայացնում։ Նախ անվստահության հիմքով աշխատանքից ազատվեց Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը, ապա հաջորդ օրը մարզպետի այցի արդյունքում հեռացվեց դպրոցի փառքի անկյունում տեղադրված դաշնամուրի վրայի դրոշը, Արցախի դրոշը, որի վրա գրված էին 44-օրյա պատերազմում զոհված հերոսների անունները։ Ոչ միայն հեռացվեց, այլև կորավ։ Թե որտեղ այն հիմա մարզպետի հրահանգից հետո դպրոցում ոչ ոք հստակ չի ասում։ Ես չգիտեմ հիմա կա թե չկա, անկեղծ ասած, այդ օրվանից հետո ես առաջի անգամ եմ դպրոց մտնում, քանի որ դա եղել է 2 օր առաջ։ Ես առաջի անգամ եմ մտնում։ Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մովսիսյանն ասում է նոր է նշանակվել։ Երբ հետաքրքրվել է դրոշի ճակատագրով, իրեն փոխանցել են, որ այն դաշնամուրի վրա է հայտնվել ընդամենը մի քանի օր առաջ։ Մի մեծ դրոշ ես ինձ հետ բերել եմ, որ Հայաստանի Հանրապետության դրոշը երկրորդ հարկի պատին եւս փակցված լինի բարձր տեղում։ Ես կարծում եմ դրոշի տեղը, Հայաստանի Հանրապետության դրոշի տեղը միշտ բարձր պիտի լինի։ Իսկ Արցախի Բայց աշխատակիցները հակառակն են պնդում։ Ասում են դրոշը միշտ իր տեղում է եղել։ Պարզապես հին շենքից տեղափոխվելուց հետո դաշնամուրը դեռ չէր տեղափոխվել, իսկ երբ այն վերջապես տեղադրվել է, դրոշը կրկին փռվել է նրա վրա։ Դպրոցում այն մասնաշենքում միշտ էլ դրոշը եղել է։ Եղել է դրոշը, հա։ Հին դպրոցում եղել է։ Ինչու նախ հեռացվեց տնօրենը, ապա անհետացավ դրոշը։ Արմավիրի մարզպետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է, ոչ թե դրոշը դուր չի եկել մարզպետին, այլ դիրքը, սեղանին փռված լինելը։ Կարծես թե սփռոց լիներ փռված, այդպես է ասվել։ Մարզպետը այդպես է ասել, այսինչ է։ Իսկ ինչ վերաբերում է տնօրենի ազատմանը, մարզպետարանի ներկայացուցիչների հետ դպրոց եկած իրավաբանը մի քանի կետերով ներկայացնում է ազատման պատճառները։ Առաջինը, որ դպրոցում առաջացած ուսուցչի թափուր հաստիքի համար մրցույթ չի հայտարարվել եւ այդ թափուր հաստիքի դասաժամերը տրամադրվել են այնպիսի մանկավարժին, որ այդ իրավունքը չուներ։ Մինչ նրանց դպրոց գալն էինք խոսել մարզպետարանի մամուլի ծառայության ներկայացուցչի հետ, ասում էր դրոշը հեռացնելու նպատակ երբևէ չի եղել։ Չհամապատասխանում իրականությանը, որ որոշումը եղել է Արցախի դրոշի պատճառով, արձակման հրամանը որոշումը արդեն իսկ եղել էր։ Սակայն փաստն այն է, որ դրոշը մինչև հիմա իր տեղում չէ։ Մինչ փորձում էինք պարզել, թե ինչ է տեղի ունեցել, հանրակրթության բաժնի պետը հայտարարեց, թե նոր տեղեկություն ունի։ Երբ որ բարձրացանք վերև, ուզում էինք ուսուցիչների հետ հանդիպել մարզպետի հետ միասին, ու երբ որ մենք իջել ենք, դա տևել է երևի թե մի 10-15 րոպե, ոչ ավել, փոխտնօրենը նոր ասաց, որ մենք իջել ենք բոլորս միասին եւ դրոշը արդեն այստեղ չի եղել։ Արդյոք դպրոցի համար խորհրդանշական դարձած դրոշը կվերադարձվի, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը տեղյակ չէ, ոչ դրոշի գտնվելու վայրից, ոչ էլ ապագայից։ Միայն մի բանում է վստահ, անելու է այն, ինչ ասում է վերադասը։ Որպես սփռոց դա չպետք է լինի դաշնամուրի վրա։ Իսկ հետո ինչ կլինի, դա կհասկանանք ոնց է ճիշտ։ Ես առաջնորդվում եմ ըստ կարգի։ Թե որտեղ է հայտնվել դրոշը մարզպետի այցից հետո, դպրոցում դեռ չեն կարողանում պարզել։ Մենք հետո դրոշը չգտանք։ Մեծ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը նշեց, թեև ազատվել է աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով, սակայն համոզված է իրական պատճառը իր ընդդիմադիր քաղաքական հայացքներն են։ Մարզպետարանից սակայն պնդում են, նրա քաղաքական դիրքորոշման մասին տեղեկություն չեն ունեցել։ Ես չեմ կարող ասել, որ նա ունի ընդդիմադիր հայացքներ, քանի որ մենք բոլորս պետական աշխատողներ ենք եւ դպրոցն էլ ապաքաղաքական կառույց է։ Մինչ պաշտոնյաները փորձում են բացատրել տեղի ունեցածը, փաստը մեկն է։ Տնօրենի հետ անհետացել է նաև Արցախից բերված Արցախի դրոշը։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Անկախությանը նվիրված ֆիլմ, որը պատրաստվել է պետական պատվերով, արդեն 5 տարի է չի հասնում հանդիսատեսին։ Հեղինակը խոսում է արգելքի ու գրաքննության մասին, հանրային հեռուստաընկերությունը պայմանագրի խախտման։ Ինչ կա այս պատմության հիմքում, իրավական վեճ, թե բովանդակային անհամաձայնություն, եւ ինչու է հանրային միջոցներով ստեղծված ֆիլմը էկրաններին հայտնվելու փոխարեն հայտնվել դատարանում, Սեդա Մակարյանն է բարձել։ Ինչ որ իրանք ասում են մտածածին բան գրել, կեղծիկ, ոչ մի փաստ չունեն։
Բանաստեղծ հասարակական գործիչ Տիգրան Պասկևիչյանը դատական քաշքշուկի մեջ է ընկել սեփական արտադրության ֆիլմի ցուցադրության համար։ 2020 թվականին հանրային հեռուստաընկերության պատվերով եւ պետական ֆինանսավորմամբ նկարահանված ֆիլմն արդեն 5-րդ տարին է էկրաններ չի բարձրացել։ Հեղինակը պնդում է, իրեն արգելում են ցուցադրել Անկախության մեր ճանապարհը ֆիլմը, իսկ ըստ հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հեղինակը խախտել է ժամկետները։ Ֆիլմը ստեղծելու համար պետությունից 4.2 միլիոն դրամ է հատկացվել։ Նախ որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու։ Պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ եւ նույնիսկ ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում։ Չնայած դրան, որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ հանրայինի թույլտվության։ Հանրային հեռուստաընկերությունը ստում է, ասում է Պասկևիչյանը։ Հեղինակն ու պատվիրատուն պայմանավորվել են ֆիլմն ավարտել 2020 թվականի աշնանը։ Պայմանագիրը կնքել են նույն թվականի հուլիսի 24-ին 3 ամիս ժամկետով։ Ժամանակահատվածը համընկել է 44-օրյա պատերազմի հետ ու պայմանագրի ժամկետը երկարաձգվել է եւս 60 օրով։ Սակայն ֆիլմն այդպես էլ չի ցուցադրվել։ Հեղինակը որոշել է անձամբ ցուցադրել այն տարբեր հարթակներում։ Ես եւ դատարանում եւ երեկվայում գրառման մեջ բազմիցս գրել եմ, որ ես միայն այդ օրը չեմ ցույց տվել, ցույց եմ տվել շատ անգամներ։ Վերջին անգամ այն ցուցադրվել է ՀԱԿ-ի գրասենյակում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, որից հետո հանրային հեռուստաընկերությունը դատի է տվել ֆիլմի հեղինակին։ Դատարանը որոշել է բացառել ցուցադրությունը ցանկացած ձևաչափով։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները դատարանում վստահեցրել են, իրենք ֆիլմը պատրաստվում էին ցուցադրել 2020-ի հոկտեմբեր ամսին, եթե այն պատրաստ լիներ։ Պայմանագիրը կնքվել է հուլիսի 24-ին, եղել է 90 օրով, իրանք ասում են մենք արդեն որոշել էինք ցույց տալ, իսկ 90-րդ օրը գիտեք երբ էր, հոկտեմբերի 24-ին 2020 թվականի, եւ ես դատարանում հարց տվեցի, ասի պատերազմի ամենաթեժ պահին դուք այդ ֆիլմը ցույց եք տալու։ Հեղինակն անպատասխան մնացած հարցեր ունի, եթե ինքը ժամկետներ է խախտել, ինչու տույժ տուգանք չեն սահմանել։ Մեկ անգամյա ցուցադրության համար է արդյոք պատվիրվել ֆիլմը։ Հնարավոր չէր այն ցուցադրել անցած 5 տարիների ընթացքում, գոնե մեկ անգամ։ Ինչու է հանրային ընդունման հանձնման ակտով ընդունել աշխատանքը, չէ՞ որ իբր խախտվել էին ժամկետները։ Հարցերի այս շղթան երկար է։ Այս պետությանը չի հետաքրքրում 4.2 միլիոն դրամ հարկատուների վճարած ուրեմն հարկերից ծախսվել է, ու այդ ապրանքը չի օգտագործվում։ Այդ գույքը, այսպես ասած, չի օգտագործվում։ Իրանք գույք են ասում դրան, բայց գույքը ինչի չեք օգտագործում, արա 4.2 միլիոն ուրեմն դրամ եք ծախսել դրա վրա։ Հանրայինի նման վարքը Պասկևիչյանը պայմանավորում է ֆիլմի բովանդակության հետ։ Այո, կապ ունի, որովհետև Նիկոլ Փաշինյանի ուրեմն ամբողջ քաղաքական կամպանիան հենված է նրա վրա, որպեսզի ամբողջովին սրբվի Հայաստանի նորագույն պատմությունը։ Չի եղել Ղարաբաղյան շարժում, չի եղել անկախության շարժում, այդ Ղարաբաղյան շարժում, անկախություն, բան դա սա ԿԳԲ-ն է արել։ Մենք էլ բոլորս ԿԳԲ-ի աշխատող ենք եղել, չենք հասցրել մեր աշխատավարձերը ստանանք ԿԳԲ-ից։ Իրավիճակը փրկելու համար հանրայինին առաջարկել են վերադարձնել 4.2 միլիոն դրամը, որի դիմաց ֆիլմի տնօրինումը կփոխանցի հեղինակին, սակայն առաջարկն անպատասխան է մնացել։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Փաշինյանի Մոսկվա այցից մեկ օր անց Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի մակարդակով խոսում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից հրաժարվելու մասին։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եմեն այլևս տնտեսական միություն չէ, եւ այն կարող է բավական արագ վերածվել Ռուսաստանի հանդեպ լիարժեք եւ ծայրահեղ թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի, որը որոշ առումներով ավելի վատն է, քան ՆԱՏՕ-ն։ Նա նշել է, որ ժամանակն է հրաժարվել հարևանների ԵՄ-ին անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Իսկ տարածաշրջանում իրադարձությունները շարունակում են զարգանալ Իրանում ու Իրանի շուրջ։ Թեհրանը պնդում է, որ ոչնչացրել է ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ։ Թասնիմ գործակալությունը վստահեցնում է, որ ԱՄՆ-ի փորձը կործանիչի օդաչուին գտնելու լիովին ձախողվել է։ Սակայն ԱՄՆ-ն էլ հայտարարում է, որ դատելով Թեհրանի ցուցադրած բեկորներից, Իրանը կործանել է ոչ թե ամերիկյան F-35 կործանիչ, այլ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 4-րդ սերնդի F-15-ի օդանավ։
Պատերազմը նոր փուլ է մտնում ոչ միայն հարվածների ուժգնությամբ, այլև դրանց խորհրդանշական նշանակությամբ։ Մինչև հիմա անպարտ համարվող ամերիկյան ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը ըստ Թեհրանի առաջին անգամ ոչնչացվել է իրական մարտական պայմանում։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, դա կարող է փոխել ոչ միայն ռազմական հաշվեկշիռը, այլև ուժերի ընկալումը ամբողջ Մերձավոր Արևելքում։ Սակայն օդում գրանցված այս պատմական հարվածը միայն սկիզբն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն անցել է բաց սպառնալիքների, խոսելով Իրանի կենսական ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Ինչ է նշանակում այս բախումը տարածաշրջանի համար եւ որքան հեռու կարող է գնալ այս սրացումը, ռեպորտաժում։ Աշխարհի ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը մոտ 20 տարի է արտադրվում է, 7 տարի կիրառվում է մարտական գործողություններում եւ ոչ մի անգամ ոչ մի թշնամի չէր կարողացել այն ոչնչացնել։ Մինչև ապրիլի 3-ը։ Պաշտոնական Թեհրանը կործանիչի ոչնչացումից կադրերը հրապարակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների ամերիկյան ուղղաթիռները Իրանում կործանիչի օդաչուին են փնտրում։ Սակայն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է, որ սա ոչնչացված երկրորդ ամերիկյան կործանիչն է։ Առաջինը F-15-ը ոչնչացվել էր դեռ մարտի 2-ին։ Եթե այդ պնդումները հաստատվեն, սա կլինի պատմության առաջին դեպքը, երբ F-15-ն ու F-35-ը կործանվել են իրական մարտական պայմաններում։ Հասկանալու համար, թե ինչու է սա պատմական, պետք է իմանալ, թե ինչ կործանիչի մասին է խոսքը։ F-35-ը նախագծված է այնպես, որ թշնամու հակաօդային համակարգերը նրան ուժ հայտնաբերեն կամ ընդհանրապես չնկատեն, դրանով իսկ թույլ տալով կործանիչին ներթափանցել այն տարածք, որտեղ թշնամու հակաօդային պաշտպանությունն ամենաուժեղն է եւ հարվածել նախքան հակառակորդը կկարողանա արձագանքել։ Դրա համար կործանիչի մակերեսը ծածկված է հատուկ նյութով, որը կլանում է ռադարի ճառագայթ անդրադարձնելու փոխարեն։ Զինամթերքը եւ վառելիքը կործանիչի ներսում են, որպեսզի ռադարը դրսից ոչինչ չնկատի։ Արդյունքում թշնամու ռադարի էկրանին F-35-ը երևում է փոքր թռչնի չափ։ Այս կործանիչը ձայնից արագ է թռչում եւ ներսում կարող է տեղափոխել 8 տոննա զինամթերք։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի հպարտությունն ու Մերձավոր Արևելքի երկնքի տիրակալը մինչև այսօր անպարտ էր մնացել։ Հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնում այս լուրն անհանգստություն է ստեղծել, ոչ թե կորցրած ինքնաթիռի ֆիզիկական արժեքի, այլ հոգեբանական ու ռազմավարական ազդակի պատճառով։ Սակայն Թեհրանը հաղթանակով ոգևորվելու երկար ժամանակ չունի, Թրամփը գործողության է անցել։ Սոցիալական ցանցերում նա հրապարակել է Թեհրան-Քարաջմայրուղու կամրջի փլուզման տեսանյութը կից գրությամբ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է։ Դրանից այլևս երբեք չեն օգտվի։ Առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ եւ ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող է մեծ երկիր դարձնել։ B1 կամուրջը, որի բարձրությունը 136 մետր է, շինարարության վերջնական փուլում էր եւ պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը։ Իրանական ինժեներիայի ճանաչված գլուխգործոցին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է ջնջել երկրի երեսից Իրանի էլեկտրակայաններն ու խմելու ջրի արտադրության կայանները, եթե Թեհրանը շուտով չհամաձայնի խաղաղության պայմաններին։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք։ Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է։ Ինչ է նշանակում հարված էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին Իրանում ապրում է 90 միլիոն մարդ։ Փորձագետները մատնանշում են, որ Իրանի էլեկտրաէներգիայի ավելի քան 95%-ն արտադրվում է գազով եւ նավթով աշխատող ջերմային կայաններում։ Երկրում կա մոտ 130 նման կայան։ Ամենամեծը Դամավանդն է, գրեթե 3000 մեգավատ հզորությամբ։ Հաջորդը Նեկկան է, Կասպից ծովի ափին։ Դրանց ոչնչացումը կնշանակի հիվանդանոցներ առանց հոսանքի, ջրամատակարարման համակարգեր առանց պոմպերի, կապ առանց ցանցի։ Amnesty International միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ նման հարձակումը կնշանակի պատերազմական հանցագործություն։ Թեհրանն էլ չի լռում։ Իրանի արտգործնախարարն արդեն ասել է, որ կառույցներին հարվածելը կստիպի ոչ թե հանձնվել, այլ ավելի ամրանալ։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ինչը երբեք չի վերականգնվի։ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը։
Թեհրանն ուղղակիորեն նախազգուշացրել է, որ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, ապա իրենք կկործանեն Պարսից ծոցի արաբ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար։ Տարածաշրջանի ամբողջ էներգետիկ համակարգը կարող է հայտնվել կրակի տակ։ Ֆինանսական շուկաներն արդեն կտրուկ են արձագանքում այս պատերազմին։ Նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է $117։ Միջազգային արժույթի հիմնադրամը զգուշացնում է շարունակելու դեպքում ամբողջ աշխարհի բնակչությանը կսպառնա ավելի թանկ կյանք եւ ավելի դանդաղ զարգացող տնտեսություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Իրանում առողջապահական հաստատությունների դեմ մարտի 1-ից ի վեր կատարվել է ավելի քան 20 հարձակում։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում Իրանի Կարմիր մահիկի անդամ։ Հարվածել են նաև հոգեբուժարանի եւ քաղցկեղի ու բազմակի սկլերոզի դեղամիջոցներ արտադրող կենտրոնի։ Հորմուզի նեղուցի փակ լինելու ֆոնին Մեծ Բրիտանիան մոտ 40 երկրի հետ քննարկել է ջրային ուղու վերաբացման ռազմավարությունը։ Ալ Ջազիրան գրել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել բանակցություններին։ Թրամփն այս շաբաթ հայտարարել է, որ նեղուցի վերաբացումն իր պարտականությունը չէ, կոչ անելով եվրոպական երկրներին գնալ ու ինքնուրույն ձեռք բերել իրենց նավթը։ Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիան, Նիդերլանդները, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում, կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։